Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Բարի օր, շարունակում ենք աշխատանքը ուղիղ եթերում եւ այժմ նյուանսներն են։ Մենք այժմ խոսում ենք մշտապես սահմանազատումից, Ադրբեջանի հետ խաղաղությունից, խաղաղության պայմանագրից, միջազգային երաշխիքներից, բայց բաց ենք թողնում մի շատ կարևոր նյուանս։ Արդյոք հնարավոր է կառուցել ամուր արտաքին քաղաքականություն եւ խաղաղություն մի երկրում, որտեղ չկա ներքին համերաշխություն։ Այս թեման ավելի մանրամասն եւ նյուանսներով կփորձենք քննարկել ու բացահայտել արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ, որ միացել է մեզ տեսակապով Միացյալ Նահանգներից։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Ինչպես է լսվում, դուք եթերում եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես ներկայացրի մոտավոր ինչից ենք խոսելու եւ մշտապես իսկապես խոսվում է խաղաղության օրակարգ է այսօր առաջնահերթ Հայաստանում, բայց տեսնում ենք, որ Հայաստանում հասարակությունը, քաղաքական դաշտը ծայրահեղ բևեռացված է։ Մենք չունենք այդ ներքին համերաշխությունը, մի կարևոր գործոն, որը թույլ է տալիս դիմակայել բոլոր արտաքին մարտահրավերներին, հատկապես այս ժամանակահատվածում, երբ ամեն օր մենք արթնանում ենք մի նոր իրականությունում։ Այո, համաձայն ձեզ հետ իմ կարծիքով շատ կարևոր թեմա է ու այս համատեքստում արցախցիների հետ կապված իրավիճակի մասով իմ կարծիքով կարող է որ մենք մի շարք արձանագրումներ անենք։ Առաջինը դա այն է, որ այն օբյեկտիվ միջավայրը, որտեղ որ մենք այս գործում ենք, այսինքն վտանգ ունենք, որ այդ պրոռուսական ուժերը, որոնք հստակ չեն թաքցնում, որ իշխանության գալուց ժամանակ Հայաստանի ինտեգրումը հուսացնենք ենք պատկերացնում են ընդհանուր միջև մյուտենական պետության կարգավիճակ, իմ կարծիքով գործող իշխանությունները չարաշահում են այս իրավիճակը եւ փորձում են վարել քաղաքականությունը օգտագործել հռետորաբանություն, որը ոչ թե օգնում է, որ Հայաստանը փորձի պահպանել իր ինքնիշխանության ներկայիս կարգավիճակը, այլ ավելի շատ խանգարում է։ Մասնապես նկատի ունեմ այն, որ այն խոսույթը, որ օգտագործվում է վերջերս մետրոն տեղ ունեցած դեպքը, եթե իշխանությունները այսպես շարունակեն ու հատկապես իշխանական լրատվամիջոցները այսպես շարունակեն գործել, իրենք ուղղակի ստիպում են, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները իրենց շահերի պաշտպանությունը, այսպես ասած, կամ իրենց շահերի լավագույնս ներկայացումը տեսնեն այլ ուժերի կողմից։ Իսկ այլ ուժեր այս բանը, որ ես նկատում եմ հիմնական այն ուժերին, որոնք հավակնում են լինել պարլամենտում։ Իսկ պարլամենտում հավակնություններ ունեցող ուժերի մեջ այժմ մենք ունենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ մնացած այն ուժերը, որ հիմնականում շանս ունեն լինելու, դրանք այդ նույնիսկ պրոռուսական բառն է ասել, ավելի շատ ուժեր, որոնք պատկերացնում են Հայաստանի ապագան հուսաստան շատ խորը ինտեգրացիայի, նույնիսկ Հայաստանի անկախության իջեցման պայմանով։ Ինչն է կարևոր իմ կարծիքով ֆիքսել ու ասել, որ արցախցիները բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, այս խոսույթը կարծես թե մենք մոռանում ենք, մինչդեռ դա ընդամենը 2-3 տարի առաջ էր, 2025 թվականի սեպտեմբերին, կարող է միշտ ֆիքսել, որ ամսի 19-ի հարձակումը, որ արցախցիների վրա եղավ ադրբեջանցիների կողմից, դրան նախորդել էր բլոկադա։ Դրան նախորդել էր բլոկադա 9 ամիս արցախցիները զրկված են եղել ոչ միայն ռազմական մատակարարումներից, որը երկար փոխազդեցությունը կամ դիմադրությունը ադրբեջանական ուժերին դարձել էր անհնար, այլ նաև պարենից, տեղորայքից, վառելիքից մարդիկ խնդիր ունեն իրենց երեխաներին սնվելու հետ կապված, զավակներից երեխաներին չէին կարողանում հիվանդանոցներ, որտեղ վառելիք չկար, այսինքն բլոկադայի պայմաններում է Արցախը իր վերջին մարտը տվել։ Ու նույնիսկ այդ պայմաններում երբ որ նաև ադրբեջանական կողմից օգտագործվել են հատուկ ստորաբաժանումներ, Յաշման եւ Կոմանդոն, արցախցիները կարողացել են մեկ օրյա մարտում թշնամուն պատճառ 205 զոհվածներ, կորուստ մոտ եւ ավելի քան 500 վիրավոր։ Հիմա այս պայմաններում խոսել, օգտագործել, փախնել
տերմինը դա մեղմ ասած իրականության խեղաթյուրում է։ Ու մի կարևոր բան է ցանկամ ստեղ նշել, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները վարչապետի մակարդակով խոսում են հիբրիդային հարձակումների մասին Հայաստանի դեմ ուղղված։ Եմեն մեզ տրամադրում է դա հետ կապված կոնկրետ աջակցություն։ Այո, այդ հարձակումները կան եւ մենք դրանց մասին սկսենք նույնիսկ խոսել ավելի շուտ, նույնիսկ հենց 2018-ի հեղափոխությունից հետո կամ 19-ին, ինչն է այստեղ կարևոր։ Երբ որ մենք նշում ենք, փորձում ենք արցախցիներին մեղավոր դարձնել Արցախի կորուստի մեջ, մենք մի կարևոր բան ենք մոռանում, մենք ոչ միայն Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն ենք այսպես ասած մեղմում, բացում, այլ նաև մենք ցավոք արտահայտում ենք ռուսական խառապանների անգործությունը։ Այդ ամենը տեղի ունեցել ռուս խառապանների անգործության պայմաններում։ Ավելին, այդ նույն բլոկադան, երբ որ Ադրբեջանը այսպես էկո ակտիվիստներ իրականացրին, դա տեղի ունեցել ռուս խառապանների թողտվությամբ։ Մեր ընկերները Արցախում դիրքեր տեղափոխվելու ժամանակ, որ իրենց պաշտպանությունը իրականացնեն, այդ ռուսական անցակետով չէին կարող գնել, որտեղ այնտեղ չէին թվում զենք տեղափոխել, իրենք պետք է դաշտերով գնային։ Այսինքն այս մեղավոր դարձնելը արցախցիներին Արցախի կորուստի մեջ ոչ միայն Ադրբեջանի, այսպես ասած, արարքներն է մաքրում, այլ նաև ռուս խառապանների անգործությունն է սքողում։ Ու ստեղծվում է մի իրավիճակ, երբ որ արցախցիները իսկապես ընկնում են այսպես ասած կասկածների մեջ, մտքերի մեջ, իսկ չպետք է մոռանանք, որ եթե իշխանություններն են բողոքում հիբրիդային հարձակումից, իսկ արցախցիները ինչ ասեն, արցախցիները ոչ միայն ռազմական բլոկադայում են եղել, այլ նաև տեղեկատվական բլոկադայում են եղել, իրենց մատուցվել է ինֆորմացիա շատ երկար տարիներ, ու դա մեր կամ իշխանությունների խնդիրն է, նրանց ավելի լավ այսպես բացատրելու, պատմելու, թուրք ինչ է եղել, ինչ խնդիրներ կան։ Իսկ ինչպես դիտվեց նաև հատկապես Սփյուռքի շրջանում եւ առհասարակ հանրային դիսկուրսում ձեր կարծիքով այլ հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հետագայում ներողություն խնդրեց այդ միջադեպի համար, ոմանք դա որոշեցին որպես ոչ թե զղջում, այլ քարոզարշավ, մյուսները նշեցին, որ դա շատ իհարկե դրական է, որ քաղաքացին կարողանում է պոլեմիկայի մեջ մտնել երկրի ղեկավարի հետ, հետո ղեկավարը ներողություն է խնդրում եւ սա դեմոկրատիայի կարևոր ցուցիչներից մեկն է, ամբողջ միջազգային մամուլի դեպ ողողված էր այս միջադեպով։ Ձեր մեկնաբանությունը սրա վերաբերյալ երևույթի ու նաև հետագա արձագանքի։ Իհարկե ներողություն խնդրելու մշակույթը շատ ողջունելի է։ Մենք իսկ դրա բաց ունեցել ենք։ Ուղղակի իմ կարծիքով, եթե մենք տեսնում ենք, թե իշխանական մամուլը ինչպիսի գործունեություն է շարունակում ծավալել, կամ ԿՊ իշխանության այսպես եւ իրենց պատկանող լրատվականների միջև կա խզում, կոորդինացիայի պակաս կա, կամ այլ երևույթի հետ գործ ունենք, մյուսը ոչ միայն մամուլի գործունեությունը, նաեւ այլ իշխանության համակիրների, Facebook-յան գրառումների միջոցով։ Ու ստեղ ուղղակի իմ կարծիքով այդ ներողությունը բավականին տեղ չհասավ, որովհետեւ դրան զուգահեռ արվում են քայլեր, որոնք այդ ներողության աստիճանը, այսպես ասած արժեքը իրենց բանով նվազեցրել են, ու իմ կարծիքով սա այս մենք այս ամենը մեծ պատկերի մեջ ենք տեսնում, սա առաջի դեպքը չէր, արցախցիները առաջի անգամ չէ, որ այսպես ասած թիրախավորվում են, ու իշխանությունները արել են ամեն ինչ, որպեսզի ձևավորվի մարդկանց մոտ, հատկապես արցախցի մոտ ողջամիտ կասկած, թե իրենք ինչպեսի վերաբերմունք են ստանում։ Ցավոք, սա չեմ կարծում ինչպես կարելի է նման սխալ գործել ու ստիպել, որպեսզի այն մանիպուլյացիաները, այն ապատեղեկատվությունները, որ արցախցիների շրջանում տարածվել էին, նպաստել, որ դրանք նրանց մոտ թվան ավելի հավաստի, այսպես ասած։ Միջազգային մամուլի հետ կապված միջազգային մամուլը իրականում ես մի քանի արձագանքներ տեսա կամ այդ մետրոյի դեպքը նույնիսկ ստեղ համալսարանական ոչ միայն մեծ Սփյուռքն է, այլ նաև օտարերկրյա քաղաքացիներն են հետևում, բոլորը զարմացել էին այս դեպքի վրա եւ հարցնում էին թե ինչ է տեղի ունեցել։ Ու սա միանշանակ
իրական չի ընկալվել։ Հատկապես այդ նաև որ տարածվում է այն խոսույթը, որ եթե մեզ չընտրեք սեպտեմբերին պատերազմ կլինի, սա ստեղծում է մի հատ իրավիճակ, որը քարոզչական մակարդակով ես չեմ կարծում, որ ձեռք է տալիս գործող իշխանություններին եւ ԿՊ-ն իրական իր գործողությունը ուղղակի նպաստում է հնարավորություն է տալիս այդ մյուս ուժերին ուղղակի լավ օգտագործել այս սխալները։ Դուք նշեցիք, ինչպես նաև հայտնի է, որ Եվրամիությունը արագ արձագանքման, հիբրիդային հարձակումների եւ տեղեկատվական սպառնալիքների դեմ պայքարելու արագ արձագանքման խումբ է գործուղելու Հայաստան, որպեսզի նախընտրական այդ քարոզարշավի ընթացքում կարողանան ապահովել համապարփակ եւ թափանցիկություն տեղեկատվության առումով, որքանով ըստ ձեզ այն արդյունավետ կլինի, հաշվի առնելով թե Մոլդովայի օրինակը, թե նաև այդ նույն ներքին բևեռվածությունը, որովհետեւ երբ դու ներքուստ պառակտված ես, երբ հաճախ, ինչպես դուք նշեցիք, նույն օգտատերերն են ստեղծում այդ հիբրիդային հարձակումները, դու ես դառնում դրա գեներատորը, գումարած դրսի հարձակումներին։ Այո, շատ համաձայն ձեր ձևակերպման հետ, այսինքն ստեղծվում է իրավիճակ, երբ որ մենք մեր արտաքին գործընկերներից օգնություն ենք խնդրում հիբրիդային հարձակումներին դիմագրավելու համար, բայց ինքներս ենք ստեղծում այդ հիբրիդային հարձակումները։ Օգնություն կազմում շատ կարևոր է, որտեղ մեզ համար իրական ամեն ոլորտում էլ հատկապես անվտանգության եւ արտաքին քաղաքականության կարողությունների զարգացումը առաջիններից մեկն է։ Եթե մենք տեսնենք, թե ինչ շերտեր են ծածկում հայ-ամերիկյան, հայ-եվրոպական կամ եվրոպական այլ երկրների հետ մեր ռազմավարական համագործակցությունը, դրանք նախ եւ առաջ կարողությունների զարգացման մասին են ու այս համատեքստում այս հիբրիդային հարձակումների դիմագրելը նույնպես շատ կարևոր է։ Իմ կարծիքով դա կարող է իսկապես ռեալ ազդեցություն ունենալ, որտեղ այն գործիքակազմը, որ օգտագործվում է Հայաստանի նկատմամբ կամ օգտագործվելու է կամ օգտագործվել է, դա նոր չէ։ Քանի որ նույն կենտրոնից են այդ ամեն ինչ իրականացվում, այսինքն մեխանիզմները նույնն են, ուղղակի համապատասխանեցվում են ներքին համատեքստին, այսինքն այն վախերը, սպառնալիքները, որոնք պետք է օգտագործվեն, միայն դրանք են տարբերվում, բայց մեխանիզմները հիմնական նույնն են։ Հիմա Եվրոպական աջակցություն կազմում շատ կարևոր է, բայց մի կարևոր բան եմ ցանկանում ֆիքսել, այս ֆոնին, երբ որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնք մեր մոտ հաճախ օգտագործում այդ հասարակ քաղաքացիների տերմինը, հասարակ բառը մի քիչ իմ կարծիքով այդքան լավ բառ չի, կարող ենք ասել քաղաքացիներ, որոնք որոշումների ընդունման վրա ազդեցություն չունեն։ Այսինքն, որ թիրախավորում են այն մարդիկ, ովքեր որոշումների ազդեցության վրա ազդեցություն չեն ունեցել, որոշումների ընդունման վրա ազդեցություն չեն ունեցել։ Մենք բաց ենք թողնում մի ամբողջ խումբ, ովքեր պատասխանատու են եղել այս ամբողջ իրավիճակի համար, ու այդ ուժերը ոչ միայն կարողացան իրենցից այդ պատասխանատվությունը մաքրել, այլ նաև մասնակցում են այս ընտրություններին։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի լուրջ, այսպես ասած, այս 8 տարիների ընթացքում նրանք այնպիսի հարվածներ չստացան, որպեսզի ոչ միայն պատասխանատվություն կրեին այն ամենի համար, ինչ որ, այլ նույնիսկ հակառակը նրանք այսպես ասած հնարավորություն են ստացել մաքրելու իրենց վրա այս բոլոր այդ մեղքերը, նշելով որ հեղափոխությունը ապա Թոմաս Պարջերին, եթե մենք ինչ-որ բան սխալ էինք արել, 21 թվականին դուք վերընտրվել եք, ինչու մեզ չեք պատժել, ու նրանք այժմ ամբողջ ուժերով մասնակցում են ընտրությունների։ Այսինքն որքան եվրոպական կողմը մեզ հիբրիդային հարձակումների մասով օգնի, եթե երկրի ներսում ուժեր, որոնք տարիներ շարունակ սպառվել են դրա կեղծարարությամբ, չեն թաքցնում, որ Հայաստանի անկախությունը իրենց համար առաջնահերթություն չի։ Ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ չեն շատ կորցել, այնքան որ չկարողանան մասնակցել ընտրություններին, այլ նաև այս ամբողջ 8 տարիների ընթացքում իրենց բիզնես գործունեության մեջ հաջողություն են գրանցել ու նոր ֆինանսական ռեսուրսներ գեներացնելով, նոր լրատվամիջոցներ ստեղծելով, մասնագետներ ներգրավելով, այսպես դեմքները փոխած մասնակցում են ընտրությունների, դա մեր ձախողումն է, այսինքն իշխանությունների ձախողումն է, ժողովուրդը ամեն ինչ իրենց հասած այլ, ու այդտեղ եվրոպական երկրները մեզ ուղղակի չեն կարող օգնել կամ դա մեր լուծելու հարցն է, դա մենք պետք է անենք։ Ու Արցախի մասով մի կարևոր բան եք ցանկանում նշել, այս որ ուղիղ կապված է ձեր հարցի հետ, այս իրավիճակը երբ որ տեղի ունեցավ, հետո մյուս կողմը այս մյուս ալիքը նրա մասն էր, որ լավ միգուցե կոպիտ է խոսվել, չէր կարելի այդպես բան, բայց նրանք ինչ են մենակ այս իշխանություններին մեղադրում, այլ ոչ օրինակ նախորդ իշխանություններին կամ այդ նույն արցախցիներին, որոնք այժմ Հայաստանում հիմա քաղաքական գործունեության զբաղվում, սա իրականության չի համապատասխանում, արցախցիների հետ շփված, շփվող
մարդիկ շատ լավ գիտեն, որ Արցախի այդ հիմնական ժողովուրդը, որը որոշումների ընդունման վրա ազդեցություն չի ունեցել, իրենք մեղավոր շատ լավ էլ համարում են նախկին իրենց ղեկավարություններին, այսինքն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան գործող իշխանություններից, գործող նկատում այն իշխանությունների, որոնք 44-օրյա պատերազմից հետո են իշխանության ու քննադատություններ կան, շատ ակտիվ խմբեր կան, երիտասարդ խմբեր կան, հիմնական որոնք զբաղվում են այս գործունեությամբ, բայց խնդիրները բարձրաձայնում են։ Այլ հարց, որ իշխանությունները չեն կարողանում այս խմբերի հետ արդյունավետ աշխատել եւ հասկանալ ինչպես կարելի է այս խմբերին ներգրավել, որպեսզի արցախցիների շահերի պաշտպանությամբ Հայաստանում զբաղվեն մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են ու այլ քաղաքական նպատակներ չունեն։ Այսինքն արցախցիների մեջ կան ահագին մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, ով ինչ չափով է մեղավոր եւ պատասխանատու, ու պետք չէ բոլոր արցախցիներին դիտարկել մեկ այսպես ասած մեկ խմբի մեջ, տան տարբեր խմբեր, ուղղակի պետք է նրանց հետ արդյունավետ աշխատել։ Ոստեղ հաստատ այդ խմբերը մեղավոր չեն, այդ խմբերին պետք է ներգրավել, լինել ինկլյուզիվ։ Այ ինչպես եք դուք պատկերացնում այդ ներգրավումը, նույն ինկլյուզիվությունը, ինչպես եք պատկերացնում։ Ռոբերտ Քոչյանի որդին հայտարարեց Լևոն Քոչյանը, որ ես արցախցի կնոջ կողքին եմ։ Ինչպես է դա արտահայտվելու ենթադրենք հենց հողի վրա, գետնի վրա։ Այո, այդ բռնի տեղահանված ժողովուրդը, որ եկավ Հայաստան, իրական այդ 20-ից մինչև 23 թվականում, նույնիսկ 18-ից հետո, հեղափոխությունից հետո մենք հիշում ենք, որ արցախցիները հեղափոխություն էին ցանկանում իրենց մոտ նաև, ձևավորվել են նոր խմբեր, բացի այդ ավանդական ուժերից, կուսակցություններ կլինեն խմբեր, կլինեն շարի խմբեր, կլինեն ռազմական էլիտայի ներկայացուցիչներ, նրանց հետ այսինքն ուժային կառույցների ներկայացուցիչներ, նրանց հետ փոխկապակցված ուժերը կա սերունդ, նոր սերունդ, որ 18 թվականին փոփոխություններ ուզում Արցախում։ Այդ հնարավորությունը իրենք չստացան, բայց իրենք ամբողջովին այսպես իրենց գործունեությունը չդադարեցրեցին։ Ինչպես են պատկերացնում ներգրավումը, տարբեր մակարդակներով դա կարող է լինել ազգային ժողովի падգամավորների, կառավարության աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, ԿՊ կուսակցության անդամների միջոցով այդ խմբերի հետ պետք է վաղուց արդեն սկսվեին խոսակցություններ ամենատարբեր թեմաներով, սկսած առաջինը քաղաքական իրավունքների հարցներ, թե ինչպես են օրինակ իրենք պատկերացնում ներգրավվածություն, ինչպես են ուզում զբաղվել քաղաքականությամբ, ասենք կուսակցություն են ուզում ձևավորեն հասարակական կազմակերպություն, այսինքն իրենց շահերը ավելի լավ ներկայացնելու համար իրենց պետք է խոսել, հասկանալ իրենք ինչպես են ցանկանում ներգրավել։ Մյուսը տնտեսական ինտեգրացիան է։ Շատ լավ իրենց հետ պետք է խոսել, թուրեք իրանք ինչ բիզնես գործունեությամբ են ուզում զբաղվեն, ինչի կարիք ունեն, ինչ ծրագրեր կարող են մշակել, որոշ առումով այս առումով բաներ կան, բայց դրանք հիմնականում սոցիալական խնդիրներ են։ Սոցիալականը բավարար չէ, կարևորը քաղաքական եւ տնտեսական ինտեգրումն է։ Ու քաղաքական ինտեգրման համար պետք է այդ խմբերի հետ խոսալ, հարցնել որն են նրանց խնդիրները։ Այսինքն մենք ունենք արցախցի ժողովուրդ, որոնք ունեն լիքը խնդիրներ։ Մենք ունենք իշխանություն, որը պետք է այդ խնդիրները լուծի։ Այստեղ խողովակը պետք է լավ աշխատի։ Եթե խողովակը լավ չի աշխատում, այդ խումբը հիասթափվելու է, նեղվելու է, կամ արտագաղթելու է, կամ փորձելու է իշխանության հետ առնվազն չի կապելու իր հույսերը։ Հիմա այս խնդիրը, որպեսզի այս խողովակը լավ աշխատի, պետք է միջնորդ մարդիկ։ Դա կլինեն խմբեր, կազմակերպություններ, այսինքն Արցախցի ակտիվ մարդիկ են, որոնք կապեր ունեն, ազդեցություն ունեն արցախցիների շրջանում, բայց նաև կարողանում են գալ շփվել այս իշխանությունների հետ, ներկայացնելով այդ խնդիրները։ Այս խմբերի հետ աշխատելով, որոշակի հարցեր լուծելով, հետևաբար նաև այս անհատներին, այս խմբերին ոգևորելով, հզորացնելով, հնարավոր է այս խողովակը մեծացնել ու արցախցիների մոտ ստեղծել այդ վստահությունը, որ իսկապես մեր խնդիրներով մտահոգված են։ Իսկ մեխանիզմը շատ հստակ է՝ կապ որոշում կայացնողների հետ։ Դա կլինի թիմ մակարդակում ազգային ժողովի կառավարության։ Պետք է այնպիսի մարդկանց հետ աշխատել, որոնց տալ հնարավորություն, որ այդ խնդիրները բերեն ու հնարավորություն տալ, որ այդ մարդիկ այդ խնդիրները լուծեն։ Սա կստեղծեր վստահություն այդ խմբերի այսպես նկատմամբ։ Իսկ Ռոբերտ Քոչյանի որդու հայտարարության մասով ճիշտ ասած ես այդ ուժերի մասով միշտ մի բան եմ ցանկանում նշել, այդ բոլոր ուժերին 2018 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գերիշխող մեծամասնությունը մերժել էր, 21 թվականին մերժել էր։ Իրանք եթե ցանկանում են օգնություն ցուցաբերել, դա իրենց ազատ իրավունքն է,
դա ողջունելի է, սակայն այդ օգնությունը, որ իրենք ցուցաբերում են, դա ամբողջովին չի մեղմում այն ամբողջ վնասները, որ իրենք տվել են, թե Հայաստանի Հանրապետությանը, թե Արցախին, ու այդ հետևողական ոչ արդյունավետ բարեկամ շատ մեղմ է, այդ նաև իրենց գործունեության հիմնական հենց իրենց գործունեության արդյունքում մենք ունենք այս վիճակը, իսկ այդ բարեգործությունները, չգիտեմ, այդ հայտարարությունները, դրանք ուղղակի նախընտրական համատեքստում են իրականում ու չգիտեմ, դրանց հետ կապված ավել բան, դրանք ձայներ հավաքելու համար են։ Արցախցիների կողքին պետք է լինել այն ժամանակ, երբ որ Արցախը կար, ու ոչ թե բարեգործություններով, այլ պետական ինստիտուտներ կառուցելով, ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, իսկ Արցախում եղած մարդիկ, Արցախում ապրած մարդիկ շատ լավ գիտեն, թե տնտեսությունը ինչ վիճակում էր Ղարաբաղում, կար մի փոքր խումբ հարուստներ, որոնք տիրապետում են մեծ կապիտալ, այնպես ինչպես Հայաստանում, իսկ մարդիկ այն հողի համար, որ կռվել էին, արյուն էին թափել, ընտանիքներ էին կորցրել, այդ նույն հողում իրենց տնտեսական իրավունքներ սահմանափակված էին։ Օրինակ հարավում բարեբեր լավ հողերը մի քանի հոգու էին պատկանում։ Բանակի հետ կապված այժմ են իրենք Իսրայելից մարդ բերում, որ հակաօդային պաշտպանությամբ զբաղվի։ Լավ է։ Իսկ ինչու դա չէր արվում մինչև 2016-ը, ինչու դա չէր արվում անմիջապես 96-97 թվականից հետո, ինչու բանակը չէր ամրապնդվում, երբ որ բանակ մենք ունենք։ Այս հարցերի պատասխանները իրենք պետք է տան, բայց քան որ այժմ ստեղծվել մի քաղաքական միջավայր, որտեղ իրենց համար գործունեության շատ լավ պայմաններ են ստեղծել, ու դա նաև ցավոք քաղաքացիական պայմանագիր կուսակցության շնորհիվ է, իրենք զբաղվում են այդպիսի ինչ-որ բարեգործություններով։ Ինչ է տեղի ունենում ըստ ձեզ, ինչ վերադասավորումներ են տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում ընտրություններից առաջ եւ ինչ հնարավորություններ ու ապագա զարգացումներ կարող եք մատնանշել։ Կարող ենք արձանագրել, որ ազգային ժողով մտնելու հնարավորություն ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված ուժը, Մայր Հայաստան, ուժեղ Հայաստանը, Սամվել Կարապետյանի շուրջ համախմբված ուժը եւ Գագիկ Ծառուկյանի։ Ու ինչպես դուք տեսաք, այս ուժերի մեջ ես չնշեցի Հայաստանի ինքնիշխանության մտահոգված, այսպես ավելի շատ հայտնի պրոարևմտյան ուժեր, բայց ես նրանց ոչ թե կանվանեմ պրոարևմտյան ուժեր, այլ կանվանեմ ուժեր, որոնք Հայաստանի ապագան տեսնում են Հայաստանի հզորությունների զարգացմամբ, նոր գործընկերների ներգրավմամբ, գործընկերներ, որոնք հարձակային տակ չեն դնում Հայաստանի անկախությունը։ Ցավոք այս ուժերը այս բանին չունեն իմ կարծիքով բավարար հնարավորություն ազգային ժողովում ներկայացված լինելու, սա իմ կարծիքով շատ մեծ ցախողում է։ Մենք տեսանք վերջերս կոչել տարբեր քաղաքական գործիչների կողմից համախմբվելու, միասնականացնելու ջանքեր, սակայն ցավոք իմ կարծիքով մի փոքր ավելի շուտ կարելի է սկսել, այժմ ընտրությունից 2-3 ամիս առաջ ոչ թե իմ կարծիքով պետք էր հանդիպել համաձայնեցնելու սեփական քայլերը, այլ արդեն գործելու, այսինքն այս կոորդինացիան մի քիչ շուտ իմ կարծիքով պետքա տեղի ունենար, բայց ամեն դեպքում ամեն քայլեր ողջունելի, ես հուսով եմ, որ հաջողություններ կգրանցվեն, բայց այս բանին մենք ցավոք հայտնվել ենք այն նույն իրավիճակում, ինչ որ մենք գտնվում էինք իրական 21 թվականի արտահայտ ընտրություններից առաջ, երբ որ ժողովրդին այդ նույն, այսպես վախը նշեցելով, որ նախկին ուժեր կգան, որ իսկապես նախկին են, ուղղակի այս խոսակցությունը այնքան է շահարկվել, որ մի քիչ իմ կարծիքով արդեն ոչ արդյունավետ քննարկումներ է տանում, ընտրությունը ստեղ է կատարվում ու քաղաքացիների բարդ ընտրություն ունի, ցավոք այդ Ռուսաստանի կազմում Հայաստանը պատկերացնող ուժերը ոչ միայն այսպես ասած լուրջ ինչ-որ հարվածներ չստացան, այլ նաև կոնսոլիդացվեցին, նոր ուժեր ստեղծեցին, նոր մարդկանց բերեցին, այսպես face saving միջոցներով կամ նոր իմիջների ստեղծումը, որ իրական 10 թվական հանրապետականն էլի անում են նույն Կարեն Կարապետյանի միջոցով։ Նույն ձև իրանք աշխատում են ու քանի որ ունեն ֆինանսական ռեսուրսներ, ինստիտուցիոնալ կարողություններ, իրանք կարողանում են իրենց շուրջ ստեղծել
որոշակի աջակցություն, ուստեղ ինչն է կարող որ համակարգը այս 8 տարիների ընթացքում չի փոխվում Հայաստան։ Համակարգը չի փոխվում։ Եթե համակարգը փոխվեր, մենք կունենայինք այս նոր կուսակցությունը ավելի ուժեղ կլինեին, իրանք որոշակի ինստիտուցիոնալ կարողություններ կունենան, բայց մենք փաստացի կարող ենք արձանագրել, որ մենք ունենք մի համակարգ, որտեղ այդ քաղաքական ուժերը, որոնք իրենց դեմքերը փոխվում են, բայց հիմնականում իրենք նույնն են։ Իրենք ունեն ինչ-որ ստաբիլ ֆինանսական ռեսուրսներ, որ հնարավորություն է տալիս ստեղծել ԶԼՄ-ներ, հավաքագրել մարդիկ, ներգրավել մասնագետներ, ու իրենք այդ համակարգի մեջ պտտվում են։ ԿՊ-ն կարողացավ մտնել այս համակարգի մեջ, որտեղ իրենք ստացան իշխանություն։ Հիմա այդ համակարգից դուրս կան տարբեր անհատներ, խմբեր, ովքեր պայքարում են, ու 18 թվական նպատակը որ այս համակարգ այդ մոնոպոլ վիճակը վերջանա, բացվի եւ նոր խմբեր ներգրավեն, դրանով այդ համակարգը ուժեղանա, զարթնի նոր ուժերի ներգրավմամբ, բայց համակարգը շարունակում է մնալ փակ։ Ու ինչքան էլ այս ուժերը փորձում են մտնել, ու մենք կարող ենք տեսնել Facebook-ում այդ շատ այդ պոլարիզացիան ուժերից մարդիկ ունեն մեծ հավանումներ, համակրանք, իրենց պնդումները իրական շատ ռացիոնալ են, սակայն դա մենք չենք տեսնում ընտրական տեղամասերում արդյունքների միջոցով։ Ու սա մեզ ստիպում է մտածել, որ այդ կառուցվածքը, որ դուք ասեցիք, ինչպիսի կառուցված մենք ունենք, այդ կառուցվածքը հիմնական շարունակում ամենալ նույնը, ուղղակի անձերն են փոխվում, դեմքերն են փոխվում, ու սա շատ լուրջ մտածել տեղ է տալիս, այնտեղ նոր ուժեր է ստեղծվել DMM-ը, որ համակարգին դեմ է, ուղղակի ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե չեմ համարում դա բավարար իմ կարծիքով մեծ փոփոխությունների կամ, բայց ամեն քայլը իրական ողջունելի է։ Ու այս ընթացքում ուղղակի իմ կարծիքով ինչն է կարևոր, որ այս պրոարևմտյան ուժը եթե կարողանան արագ համախմբվել, կոնսոլիդացիա ստեղծել ու այս ընթացքում հասնել որևէ հստակ հաջողության, դա շատ կարող կլինի։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք շատ 2021-ի նման խորհրդարան, որտեղ իշխանությունը բավարար քննադատության, նորմալ քննադատության չի ենթարկվելու, այնպիսի խոսույթներ օգտագործել, որ դրանց բարդ չի հակադարձելը, ու մենք շատ ռեֆորմներ, որ կարող է ավելի արագ մեր մոտ տեղի ունենար, դա հետաձգվելու է երկրորդական խոսույթներ են գալու, օգտագործվելու ու այդ հիբրիդային սպառնալիքները կոպիտ ասած հայտնվելու են ազգային ժողովում եւ շատ լավ ներկայացված են լինելու։ Իսկ ըստ ձեզ հիբրիդային սպառնալիքների գլխավոր գեներատորը եւ այն ուժերը, այն երկրներ, որտեղից դրանք գեներացվում են, ինչ դասեր են քաղել նույն օրինակ Մոլդովայի օրինակով եւ վերաիմաստավորելու են իրենց քաղաքականությունը նույն Հայաստանում եւ այսպես ասած սրբագրումներ են անելու։ Կրեմլի հետ կապված մի բան կարող է ֆիքսենք Ռուսաստանի հետ կապված, որ Ռուսաստանը կարող է ունենալ թույլ տնտեսություն, այսինքն թույլ համեմատական առումով նկատում եմ, այսինքն այն գերտերությունների կամ տարածաշրջանային տերությունների, որոնց հետ իրենք մրցակցում են։ Իրենց բանակը կարող է մոդեռն չլինել, ու դա ամբողջ պատմությունն է ցույց տալիս, որ ռուսական բանակը մոդեռնիզացիայի առումով միշտ զիջում է տեխնոլոգիաների առումով զիջում է քաղաքական համակարգը փակ է կոռուպցիա, բայց հատուկ ծառայությունները Ռուսաստանի դեպքում լավ զարգացած են։ Սա գնում է ընդհանուր միջև կայսեր ժամանակներ, հետո խորհրդային տարիներ, ու այդ կարողությունները ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում էլի զարգացվել։ Ինչու՞, որտեղ այդ հատուկ ծառայությունը նախ եւ առաջ գործող իշխանությանը մնալու հիմնական միջոց է, այսինքն իշխանությունները շահագրգռված են։ Եթե տնտեսությունը վատը լինի, բանակը մի քիչ այդքան լավը չլինի, դրանից իրենց իշխանության գտնվելու հավանականություն չի նվազում, բայց դե հատուկ ծառայություններն են թույլ, դա իրենց վրա ազդում։ Հետևաբար իրենք հետաքրքրված են եղել, որ դա ուժեղանա։ Հիմա Հայաստանի մասով Ռուսաստանի հատուկ ծառայությունները ինստիտուցիոնալ ներկայացվածություն են ունեցել Հայաստանում։ Մեր ԱԱԾ-ի գործունեությունը մինչև հիմա շարունակում է մնալ շատ անհասկանալի։ Ղեկավարները փոխվում են, հենց փոխվում են նույն այդ իշխանությունների շատ քննադատում են, այսինքն պարզ երևում է, որ այդ պաշտոնից հեռացումը որոշակի խնդիրներով է եղել, այսինքն գործող իշխանությունը ԱԱԾ-ում չի ունեցել այն ազդեցությունը, որ ունի ոստիկանությունում կամ բանակում,
ուստեղ շլուտ հարցեր առաջանում ու իրենց հերոտորաբանությունը որ նայում եք այդ նույն հերոտորաբանությունը ինչ որ տեսնում եք այսպես ասած այդ նույն պրորուսական ուժերի մոտ ես հաճախ նշում եմ որ ԱԱԾ-ն միջև հիմա ներկայացուցիչներ ունի ԵՊՀ-ում այդ հատուկ բաժինների միջոցով որոնք տեղեկատվություն են հավաքում ուսանողների եւ դասախոսների մասին եւ այլն հիմա Հայաստանի մասով իրենք հետևում են իրավիճակին զարգացումներին ու տեսնում են թե ինչ վախեր ունենք մենք հիմնականը իրենք շատ լավ հասկանում որ դա պատերազմի վտանգն է ու դա փորձում են օգտագործել ադրբեջանական թուրքական նարատիվն են շատ լավ օգտագործում որ այսպես ասած Ամերիկա Եվրոպայի հետ համագործակցություն հավասար է թրքացման ու դա իրենք փորձելու են միջև ստանել ու իրանք Մոլդովայի Հայաստանի դեպքում ունեն մի շատ մեծ առավելություն դա այն տեղի այս նախկին օլիգարխ չեմ կարող անվանել որտեղ այս բան իրանք իշխանության չեն բայց նախկին այսպես օլիգարխներ որոնք մնացել են օլիգարխական այսպես կարգավիճակով ունեն ազդեցություններ այդ ուժերը կան ու իրենք հողի վրա ունեն ազդեցություն այդտեղ խնդիրը դա է Իսկ մեր տարբերակում մենք չունենք այդպիսի ուժեր, օլիգարխներ, որոնք հողի վրա ունեն ազդեցություն, լրատվամիջոցներ, փող չունենք։ Նկատի ունենք այդ որ ռուսական կողմնորոշում ունենք, շատ ունենք։ Ունենք ու այդ ուժերին են իրենք հիմնական օգտագործում։ Ինչպես եւ Մոլդովայի, նկատեմ տարբերություններ ու նմանություններ Մոլդովայի հետ։ Մոլդովայի պարագայում կազմքով իրենք իշխանությունները կոնկրետ քայլեր իրականացրել են այդ ազդեցությունը նվազեցնելու համար, որոշակի հստակ գործողությունների իրենք գնացել են, իշխանությունը իր պատասխանատվություն վերցրել էր հստակ գործողությունների գնալու, որոշ ուժերի արգելելու, մասնակցելու ընտրություններին, Հայաստանի պարագայում դա մենք չենք տեսնում։ Հայաստանի պարագայում այդ ուժերը, որոնք իշխանության ներկայացուցիչները նրանց անվանում ռուսաստանցի գործարար, բայց այդ նույն ռուսաստանցի գործարարը ոչ միայն ուժ ստեղծել է եւ իր ֆինանսական ռեսուրսները հանգիստ բերում է։ Այդ նույն ուժերը երկար տարիներ քննադատում էին հասարակական կազմակերպություն արևմուտքից ֆինանսավորվելու մեջ, բայց իրենք երկար տարիներ իրենց ֆինանսական ռեսուրսները գալիս են Ռուսաստանից։ Բայց այս առումով ոչ մի հստակ քայլ իշխանությունների կողմից ես միջ այսօր չեմ տեսել։ Ու ռուսական կողմը դա շատ լավ օգտագործելու է, օգտագործում է արդեն, ու այն կոնսոլիդացիան, որ իրենք կարողացել են հասնել, ու այդ երեք ուժը իրական, որ ես նշեցի, դրանք միայն այն ուժերն են, որոնք պարլամենտում կհայտնվեն, բայց եթե մենք նայենք նրանցից ներքև ինչ ուժեր կան, ու այդ ամբողջ ուժերը շատ հանգիստ ձևավորվեցին 18-ից հետո, ես հիմա անուններ չեմ ուզում տամ, բայց մեծ մասը իրականում ձևավորման աղբյուրը նույնն է, ու սրա հետ կապված ոչ մի հստակ գործողություն չի, հələ հակառակը կեղծ այսպես թույլ հոդվածներով նրանց մի ժամանակով կալանք տալով հետո բացթրելով բան նրանց այսպես հեղինակությունն է ինչ-որ բարձրացել ու ես կարճ ասեմ իմ հիմնական ասածը այն է որ 8 տարվա ընթացքում կարելի էր այդ երկար տարիներ ընտրակաշառք բաժանելու մասով փաստեր հավաքել դա չարվեց ֆինանսական մուտքերը ինչպես է նրանց տեղը որտեղից են իրենք ստանում ֆինանսական ռեսուրսները որտեղից են գալիս այդ ֆինանսական ռեսուրսները այս առումով էլ ոչ մի հետաքննություն փաստեր ես չեմ տեսել արտաքին հետախուզական ծառայության այս վերջին հայտարարությունը իմ կարծիքով չգիտեմ շատ թույլ հայտարարություններ հետախուզական ծառայության իմ կարծիքով չեմ ուզի ասել ոչ հարիր, բայց հետախուզական ծառայությունը արտաքին այլ բաներ կարող է ավելի հստակ գործողություններ կարող է անել, այսինքն իրենց տված ինֆորմացիայով հստակ քայլեր կարող են արվել, այսինքն դա պետք է հայտարարվել, երբ որ ինչ-որ բան արվել էր, թե չէ այն ինչ-որ եղավ, հետո ՀԿ-ները ավելի մանրամասն տեղեկատվություն տվեցին։ Դա համար իմ մի բան էլ կա Մոլդովայի հետ կապված տարբերությունը կամ Ուկրաինայի նույն ռուսական կողմը Հայաստանում այնպես չի տեսնում իրավիճակը ինչպես Մոլդովայում կամ Ուկրաինայում ռուսական կողմը ՔՊ-ի իշխանությամբ լինելով էլ կարողանում է շատ հարցեր հասցեագրել իրականում
ու այս Արցախի մասին խոսույթը, որ գործող իշխանությունները թե էթնիկ զտման ժամանակ չմեղադրեցին Ղարաբաղին եւ թե դրանից հետո Ռուսաստանի համար սա շատ մեծ առավելություն է։ Ու Ռուսաստանի հիմնական նպատակներից մեկը հենց այն է, որ այս ամբողջ բաց թողումների մեջ իրենք չմեղադրվեն։ Ու իրենք շատ լավ օգտագործեցին հեղափոխությունը կամ 21-ին քրբի վերընտրությունը ցույց տալ, որ իրենք որոշի բանի հետ կապ չունեն։ Ու գործող իշխանությունը ցավոք անուղակի կամ ուղակի այս շահերին սպասարկում։ Այսինքն Ռուսաստանը ու այն խորհրդանը, որ մենք ունենք այս 21 թվականից հետո, դա այնպես չէ, որ Ռուսաստանը ձեռք չէր տալիս։ Հակառակը Ռուսաստանը շարունակում է իրենց այս բոլոր խնդիրները, որ մենք ունենք, մենք որտեղ ինչ խնդիրներ ենք, չէ՞, մենք ունեցեք 21-ից հետո մենք ունենք օկուպացված հողը, չէ՞։ Մեղավոր է այդտեղ Ռուսաստան, մեղավոր է ՀԱՊԿ-ն, մեղավոր է, բայց իրանք ասում են, այ որ ձեր իշխանությունը շատ պրոարևմտյան է, այսպես ասած, դրա համար էլ այդպես է լինում։ Ու տեսնելով թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել, ես չեմ բացառում սցենարը, որ ռուսական կողմը այս պահին իր համար ոչ վատ արդյունք է ունենալ այնպիսի մի խորհրդան, որտեղ իրենք կունենան մեծ ազդեցություն, այսպես ասած ներկայացվածություն, այսինքն սպասող կարգավիճակում կլինեն իշխանություն վերցնելու, ինչպես Հայաստանում ասում են, իշխանություն վերցնելու, չէ, իշխանություն ստանալ կամ ձեռք բերել, այսինքն ժողովրդի կողմից ստանալ, այլ վերցնել, այսինքն առաջինն են սպասողական կարգավիճակում ու այն գործողությունները իրական որ ԿՊ-ն իրականացում է ռուսական ազդեցությունը Հայաստանում նվազեցնելու կապ, դրանք չեմ կարծում, որ մենք կարող ենք համատել այն գործողությունների հետ, որ իրականացվում էր Մոլդովայում, իրականացվում էր Ուկրաինայում ու այսինքն ստերիմ թեման արվի խոր, այսինքն եթե կարճ ու հակիրճ ասեմ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի համար ԿՊ-ի վերընտրությունը շատ վատ սցենար է, այլ իրանք ուղղակի այնպես կդիրքավորեն, այնպիսի պայմաններ կստեղծեն, որ փորձեն իրենց հիմնական հետաքրքրությունները պահպանելով չկորցնել ռազմավարական մակարդակում խաղը, իսկ տակտիկական եւ օպերացիոն մակարդակներում բաներ, այսպես ասած ռակիրովկաներ կանեն, փոփոխություններ կանեն, մինչև տեսնեն օբյեկտիվ իրավիճակը ոնց է զարգանում։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, հարցազրույցի դիտարկումների եւ կարեւոր նյուանսների համար։ Նշեմ, որ տաղավարում on-line տեսակապով զրուցեցինք Միացյալ Նահանգներ եւ զրուցեցի արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ ներքաղաքական, ինչպես նաեւ ներքաղաքական, ինչպես ազդում արտաքին քաղաքականության վրա այս թեման էինք քննարկում։ Շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել առաջին լրատվականի եթերում, քիչ անց նորից կմիանանք։